Պարոն Համբարյան, տեղեկություններ կան, որ դուք նշանակվելու եք աշխատակազմի ղեկավար, ինչ կանով են այդ տեղեկությունների իրականությանը համապատասխանում։ Ես առաջարկ եմ ստացել պարոն Ռուբինյանից եւ համապատասխան ընթացքակարգերից հետո ենթադրաբար տեղեկությունները կհաստատվեն արդեն։ Ինչ առաջարկ եք ստացել։ Ղեկավարելու ազգային ժողովի աշխատակազմը։ Կարողանալու եք ձեզ համար ազգային ժողովը որքանով է հոգեհարազատ։ Տեղակալ եք, չէ՞ եղել։ Կարողանալու եք ղեկավարել այս ազգային ժողովի այս մեծ աշխատակազմը։ Դրա պատասխանը իմ կենսագրությունն է եւ այն, որ ես դեռևս 4-5 տարի առաջ նաև ղեկավարել եմ քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը, որը ըստ էության, եթե նայենք կազմով, շատ ավելի մեծ է, բայց կազմով չենք նայի, հետագար նույն աշխատակազմի ղեկավարի փորձառությունը ես ունեմ, որից հետո այո նաև երկնախարարությունների փոխնախարարի պարտականություններն եմ կատարել եւ հետեւաբար ես կարծում եմ, որ այո։ Իսկ ինչ հարաբերություններ ունեք Ռուբեն Ռուբինյանի հետ, ընկերական։ Ես մեր հարաբերությունները կմուտագրեի այսպես գաղափարական ընկերություն։ Պարոն Համբարյան, դուք ինչ հանգամանքներում ՆԳՆ-ից աշխատանքից ազատվեցիք, տեղեկություն կա, որ Վահե Ղազարյանի հետ լեզու չեք գտել։ Դե ես ՆԳ նախարարի տեղակալ նշանակվել եմ այն նախարարի տեղակալ լինելուց հետո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղ ունեցավ երկու նախարարությունների միատեղում, ինչպես գիտեք, եւ կար անհրաժեշտություն ինստիտուցիոնալ առումով պահպանելու արտակարգ իրավիճակների նախարարության որոշակի գործընթացները, որոնք ավելի լավ ինտեգրվել արդեն նոր նախարարության կազմում եւ հիմնականում դրանով է պայմանավորված։ Դա է գույքն է դուք տնօրենում, գույք տնօրենները ինչ կապ ունի։ Փոխնախարարի պարտականություններ չունեմ ինչ եք ասում։ Ձեզ վրա ինչ պարտականություններ դրված որպես փոխնախարար։ Արտակարգ իրավիճակների նախարարության այն ստորաբաժանումները ստրուկտուրան, որը ինտեգրվում էր, հիմնականում ես համակարգել եմ դրանք։ Կներեք, պարոն Համբարյան, Եվ հետևաբար Ղազարյանի հետ հարաբերությունները ես չեմ ուզի անդրադառնալ դրան, ես կասեմ հետևյալը. ես հետանցումային փուլում ինտեգրացիան ապահովելու համար արել եմ այդ գործառույթները եւ ըստ էության դա ուներ որոշակի համենայն դեպս ինձ համար եւ նաեւ ըստ էության կառավարման տեսանկյունից ուներ որոշակի ժամանակային տրամաբանություն, որին հասնելուց հետո ըստ էության դադարեցվել է համաձայնությամբ եւ նախաձեռնությամբ։